ողջունում եմ բոլորիդ, ուրախ եմ բոլորիդ տեսնելու, կամաց շատանում ենք, Փառք Հիսուսին, դեռ ավելի շատ ենք լինելու, դեռ ավելի ուրիշ դռներ էլ Տերը կբացի, Փառք Հիսուսին, այսօր Տերը մի հատ հետաքրքիր խոսք ա դրել սրտիս մեջ, ուզում եմ ձեր հետ կիսվեմ, սխալներ բոլորս անում ենք, չէ՞, տենց մարդ չկա, անսխալ մարդ չկա, անսխալ մարդ մենակ ճանաչում եմ Հիսուս Քրիստոսին, ես վերջերս մեկին ավետարանում էի, ասեց, բայց ես մեղք չեմ գործել, ես տենց բաներ չեմ արել, ես ասում էի, որ ես փրկվել եմ, Տերը ինձ փրկել ա, ասում եմ, էդ ինչ ես արել, ասում եմ, մեղքեր եմ գործել, հեշտ չէ, Տիրոջից որ հեռու ա, մարդը ինքը արդեն մեղավոր ա, որովհետև մենք ծնվել ենք Ադամի մեջ, մենք արդեն մեղավոր ենք, որովհետև Ադամը մեղք ա գործել, ամեն, ամեն, և այդ տղան ինձ ասեց, ես մեղավոր չեմ, ես լավն եմ, լավ բարի շատ գործեր եմ անում, և այլ, ես նրան ասեցի, ես այսօր հայտնություն ստացա, ես մենակ ճանաչում էի Հիսուս Քրիստոսին, որ ինքը արդար ա, մեղք չի գործել, հիմա ես ճանաչեցի ևս մի հոգու, բայց դա սուտ ա, ոչ մի մարդ չկա, որ ինքը արդար լինի, ինքը իր բնությունով ծնված է աշխարհում, որովհետև մարդը ծնվում է Ադամի մեջ, Ադամը մեղանչել է, Ադամը մեղք ա գործել, գիտեք, Աստված չեկավ, որ մենք դատապարտվենք, ինչ-որ սենց մեզի վատը զգանք և այլ, Աստված եկավ փրկելու, կարճ ու կոնկրետ, ինքը եկավ փրկելու, ես այսօր դրա մասին եմ խոսալու, գիտեք, կան սխալներ, բայց կա մի ճակատագրական սխալ, որը չի ուղղվում, ես անցած անգամ խոսում էի ճակատագիր գոյություն չունի, որովհետև մարդը իր քայլերով որոշում է իր վաղվա օրը, այսինքն դու այսօր ինչ ընտրում ես, ինչ անում ես, քո վաղվա օրը տենց էլ ձևավորվում է, քո մյուս օրվա օրը ձևավորվում է, քո մի ամիս հետո, մի տարին հետո և այլ, շատ բաներ կախված է քո ընտրությունից, թե դու ինչ ես ընտրում այսօր, մենակ մի հատ ճակատագրական սխալ քայլ կա, ես այսօր դրա մասին մի քիչ կխոսամ, բայց մինչև այդ ճակատագրական քայլին անցնելը, ես ուզում էի ասեի, որ կա սխալները լինում են սարսափելի սխալներ կան մեծ ու փոքր սխալներ, սխալ կա դու կարող անես, քիչ դուրժես դրանից, կարող է տարիների ընթացքում այդ վերքը փակվի քո սխալի, քո արած սխալի, սխալներ կան, որ մինչև կյանքիդ վերջ տանելու ես հետդ, բայց դա ճակատագրական չի, որովհետև ամեն սխալ, ինչ մարդ անում է այս աշխարհում, դա կարող է ուղղվի, քանի մարդը ապրում է այս աշխարհում, շնչում, արտաշնչում է, նա կարա իր ամենասարսափելի սխալներ փոխի, և դա անում ենք մենք Հիսուսով, ես երեկ նայում էի ինտերնետով, Google-ի մեջ ու գրածա 10 սարսափելի սխալները մարդկության ու մեկը այս օրինակն է, մեկը ճնճղուկների սպանության մասին, կարդացել եք, չեք կարդացել, լավ, մի փոքր պատմեմ, ես գրել եմ, այսի պատմությունը եղել է 1958 թվականին, սա սարսափելի սխալ է եղել, նայեք, կարդամ լավ գրածը, սարսափելի սխալի մի օրինակ, 1958 թվականին Չինաստանի կոնկուրսի առաջին քարտուղարը, անունը չեմ էլ ուզում տամ, կարևոր չի, հրաման ստորագրեց, որ մեկ օրում վերացնեն բոլոր ճնճղուկներին, որովհետև նրանք շատ հացահատիկ են ուտում, պատճառելով դրանով մեծ վնաս, Այն ժամանակ սով կար, Չինաստանում կար սով և իրանք հաշվեցին, որ այդ ճնճղուկները հացահատիկ շատ են ուտում ու ահագին շատ մարդ դրա պատճառով սոված է մնում, այսինքն իրանք մեղավոր հանեցին ճնճղուկներին, հետևաբար ինչ արեցին իրանք, սպանեցին մոտ 2 միլիարդ ճնճղուկ մի օրում, ոնց արեցին իրանք ամբողջ ազգով հրաման ստորագրեցին, որ այդ մի օրը բոլոր չինացիները, դուք գիտեք ինչքան շատ են չինացիները, ճնճղուկներից էլ շատ էին, իրանք դուրս պետք է գային այդ օրը, փեդերով, չգիտեմ ինչ-որ ձայն հանելով, կամ կաստրուլկեքով, չգիտեմ սենց խփեին, որ վախացնեն այդ ճնճղուկներին, իրանք չնստեն ոչ միտեղ, որտև ճնճղուկը 15 րոպեից ավել օդի մեջ չի կարող թռնի,
15 րոպե հետո իրանք արդեն փայտացած այսենց թափում են։ Կարակ ինտերնետում նայեք, իդեպ կա նկարները, որ այսենց ձյան պես ընկնում են այդ ճնճղուկները։ Ու իրանք այդ օրը հայտարարեցին հաղթանակի օր, մենք հաղթեցինք, մենք արեցինք, մենք հաղթեցինք, հիմա մենք ավելի շատ հացահատիկ կունենանք։ 2 միլիարդ ճնճղուկ սպանեցին։ Ինչ կատարվեց դրանից հետո։ Դրանից հետո իրանք հաշվի չառան, որ ճնճղուկները որ չկան, ավելացան թրթուրներն ու մորեխները։ Այնքան շատ ավելացան, որ դրանց դեմը էլ չկարողացան առնել։ Եվ այնքան շատ պաշար կերան, ոչ թե մենակ ցորեն, այլ ամբողջ բերքը ուտում էին թրթուրներն ու մորեխները, որովհետև ճնճղուկները անգամ սնվում էին այն ժամանակ այդ մորեխներով, թրթուրներով չէին թողում, որ դրանք շատ աճ էին, բայց վերջում ստացվեց նենց, որ սովի պատճառով Չինաստանում 1958 թվականից այդ դեպքը որ եղավ, սովի պատճառով մահացավ մոտավորապես 25 միլիոն մարդ, սովի պատճառով։ Ու կարող եք կարդալ, այդ ինտերնետում կա, անգամ վիդեոներ կա, նկարներ կա գցած։ Նայեք, սա սարսափելի մեղք է, սարսափելի մեղք է, բայց ճակատագրական չի, բայց պատմությունով իրանք իրանք սխալը ուղղել են։ Ինչի էդի գործեցին, որովհետև այդ որ այդ հրամանը տվեց, ինքը չէր հավատում Աստծո գոյությանը ու չէր հավատում, որ այդ ճնճղուկներն էլ Աստծուց են, Աստծուց է դրվել այդ ճնճղուկները։ Եվ ամեն ինչ որ կա այս աշխարհում, Աստծուց է դրված, որպեսզի բալանսավորի այս աշխարհը։ Անկամ ազգերը, տեսեք, հրյա ազգը ընտրված ազգ է։ Հայ ազգն էլ ընտրված ազգ է։ Հայացն էլ է ընտրված ազգ։ Հայը պիտի լինի։ Ես սրտիս մեջ ստացել եմ, որ հայը պետքա վերջին օրերում հայը պետքա բարձրանա, ազգովի պետքա բարձրանա հայերը։ Եվ Աստված արդեն շարժ է սկսում, որովհետև հայը քրիստոնեությունը պահող ազգն է։ Հենց այնպես չի, որ իրանք դարել են առաջին, դա մեծ քայլ է։ Մենք այսօր պրոստը ասենք հեշտ կարող է խոսանք, չէ, ասենք, դե լավ, ինչ են ասում են կրոնականները, առաջի հայրն ենք, առաջի հայրն ենք, հիմա Հիսուսին հավատացեք։ Գիտեք, այն ժամանակ սենց չի եղել։ Այն ժամանակ, որ ընդունել են ազգովի Քրիստոսին, շատ ուժեղ է եղել։ Շատ ուժեղ է եղել, դա հեշտ բան չի։ Բոլորն են ընդունել, Քրիստոսին ընդունել են իրանց Աստված։ Եվ գիտեք, Աստված դա գնահատում է։ Դա գնահատում է ու ես ամբողջ սրտով հավատում եմ, որ Աստված բարձրացնելու է հայերին, որովհետև հայերը քրիստոնեություն կրակը պահողն են այս աշխարհում։ Անկամ Տերը մի տեղ ասում է, անկամ այն հանգչող մոմը, որ սենց արդեն պետքա հանգչի, ես շատ նմանացնում եմ հայերին, հայ ազգին, որ սենց պետքա հանգչի, թե այսօր մենք այդ վիճակի մեջ ենք ազգովի։ Մեր երկիրը նենց վատ վիճակի մեջ է, մենք չգիտենք վաղը ինչ կլինի։ Ու այնքան թույլ վիճակի մեջ է, որ հանկարծ Թուրքիան կամ եւ այլ, դե հիմա պոլիտիկա չեմ խոսում, բայց տենց է, որ հանկարծ ինչ որ մեկը ուզենա մի հատ անցնի Հայաստանի կողքով անգամ, Հայաստանը կարող է վերանա։ Դա սարսափելի է։ Բայց Աստված անպատիժ չի թողի։ Ես հավատում եմ, որ Աստված այն փոքր լույսը անգամ որ թողել է, դա մենք ենք։ Դա ես ու դու ենք։ Դա Հայաստանի եկեղեցիներն են, որոնք կանգնած աղոթք են անում։ Ճիշտ է, քիչ ենք, բնակչության քիչ տոկոսն ենք մենք, բայց դա լույսը կա, եւ Տերը երբեք չի մարի ինձ ու քեզ։ Եվ մեր աղոթքները բարձրանում է երկինք, եւ Տերը կբարձրացնի հայ ժողովրդին։ Ամբողջ աշխարհում պատահական չէ, որ դու այսօր Համբուրգում ես ապրում, Համբուրգի կողքն ես, Եվրոպայում ես ապրում, դու ապրում ես այնտեղ, որտեղ որ դու պետք է ապրեիր։ Դու ապրում ես այնտեղ, որտեղ քեզ Տերն է բերել, որովհետև դու պետք է քո տեղում լինես լույս։ Ամեն։ Որտեղ որ դու կաս, դու պետք է լինես լույս, որտեղ Տերը նախատեսել է, նախասահմանել է ամբողջ աշխարհում արթնություն։ Եվ այսօր, գիտեք, այսօր այնքան հայեր կան տարբեր եկեղեցիներում, տարբեր աշխարհի, տարբեր լեզուների, տարբեր եկեղեցիներում, ու իրանք առաջի, երկրորդ գիծ կանգնած ծառայողներ են։ Հովիվներն են, հովիվների օգնականներ են, առաջի, երկրորդ գիծ կանգնած ծառայողներ են։ Ոչ միայն հայկական եկեղեցիներում, տարբեր եկեղեցիներում, դա Աստծուց է, որպեսզի կրակը պահի աշխարհում։ Գիտեք, այն ինչ որ ուզենան վերացնեն,
չեն կարա։ Եթե Աստված նախասահմանել է, եթե Աստված մի բան պահել է, մեզ էլ պահել է Աստված։ Այդքան տառապանք ու ցավ ենք տեսել հայերով, բայց Աստված մինչև հիմա պահել է, ուրեմն գործ ունի մեր հետ։ Ես ուզում եմ, որ մենք այսօր գիտես Հիսուսին հետևենք, որ մենք այսօր հետևենք նրան, ով դարձավ սկիզբ եւ ով սկիզբներ։ Ամեն։ Նայեք, Հիսուսը ասում է հավատացյալներին, իրան հավատացյալներին, իր լույսը վերցնողներին, իր սիրողներին ասում է, դուք աշխարհի լույսն եք, դուք եք աշխարհի լույսը։ Եվ Աստված մեզ սեր է սովորեցնում, որպեսզի մենք սիրենք, նաև լինենք հայրենասեր, ինչու ոչ։ Մենք պետք է անգամ լինենք հայրենասեր։ Մենք պետք է այսօր ոնց որ ամեն մեկը պետք է իր տան համար մի քիչ մտածի, հա։ Ես երկար տարիներ ռուս գերմանացիներին եմ ծառայել, հիմա էլ եմ ծառայում, բայց Տերը սրտից դրեց, որ դու պետք է հայրենասիրություն էլ ունենաս, պետք է հայրին էլ սկսենք ծառայել։ Եվ դա Տիրոջից է հայրենասիրությունը, մենք պետք է սիրենք մեր երկիրը, մենք պետք է սիրենք մեր հայրին, երբեք չդատապարտենք, ճիշտ է, շատ ընկած է մեր հայ ժողովուրդը, շատ ընկած, այնքան կուռքեր է այսօր բարձրացել մեր երկրում, այնքան վատ բաներ, այնքան սուտ հավատքներ, այն հնդիկները իրանց փղերին են բերել, պարսիկները իրանց մոլաներին են բերել, տարբեր պիղծ բաներ են բերել լցրել Հայաստան։ Գիտեք, մենք պետք է կանգնենք ու աղոթք անենք դրա դեմ, որովհետև այն փոքր լույսը անգամ որ կա, պատկերացրեք, մի փոքր մոմի լույսը կարա մեծ ուժեղ կրակ վառի։ Մի փոքր մոմի լույսը, եթե մոտիկ ասնես վառվող տեղին, ինքը կբռնվի ու մեծ կրակ կվառվի։ Եվ Աստված այդ կրակը վառողը։ Այդ մոմի լույսն է մենք ենք։ Մենք պետք է շարունակենք Տիրոջ մեջ մնալ եւ Տիրոջը հետևել։ Նայեք, ես սկսեցի նրանից, որ ամբողջ աշխարհը մեղքի մեջ է։ Մեր հայերն էլ, մեր հայ աշխարհն էլ, հայ ժողովուրդն էլ, որովհետեւ ամբողջ աշխարհը հետևում է ում? Ադամին։ Եվ Ադամը մեղք է գործել։ Հիմա Հիսուսը չի եկել քեզի դատապարտու կամ ինչ-որ մեկին դատապարտում, ասում է դու մեղավոր ես, դու մեղք ես գործել եւ այլ եւ այլ։ Չէ, ասենք պատկերացրեք մի հատ ֆորմա, լավ, սենց վերցնենք խոսքի, էսի հացի ֆորմա է, մի հատ ծակ անենք կողքից ու այս ծակ ֆորմայով ինչքան ուզում ես այդ հացը թխի, այս նույն ֆորմայի մեջ։ Մեկը ինքը այդ նույն ծակով թխվելու է։ Ոչ մի հաց չի թխվելու առանց այդ ծակի, որովհետեւ ֆորման արդեն ծակ է։ Ու էդի նմանաշատ Ադամի, որ մենք բոլորս ծնվում ենք Ադամից։ Մենք շարունակում ենք առաջինը եղավ մեկը եղավ Ադամը, մեկ մարդու պատճառով, անհնազանդության պատճառով բոլորը մեղանչեցին գրածա, բոլորը մեղ գործեցին։ Լավ, եկեք առաջ գնանք Հռոմեացիների 5:18 խոսքը։ Արդ ուրեմն ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին, այնպես էլ բոլոր մարդիկ մեկի արդարությամբ, որ կյանք է տալիս։ Դա մեր Տեր Հիսուսն է։ Հիմա մենք մի քիչ ավելի շատ կհասկանանք։ Որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդության շատերը մեղավոր եղան, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն։ Շատ բան կախված է, գիտեք, մեկից։ Պատահական չի, որ ստե գրածա մեկի պատճառով, մեկը դա թիվ է, ճիշտ է։ Բոլոր թարգմանություններում գրածա մեկը, այդ մեկի պատճառով։ Գիտեք, մեկը շատ գլխավոր դերակատարություն ունի շարունակական թվաբանության մեջ, կամ այն ինչ որ պետք է իրանից շարունակվի, մեկը շատ մեծ դեր ունի։ Ճիշտ է, մենք կարող ասենք մեկը փոքր թիվ է, ամենափոքր թիվն է, չէ՞, մեկը, բայց ինքը ամենափոքր թիվը չի, ինքը ամենամեծ թիվն է մեկը։ Մեկը ամենամեծ թիվն է։ Եթե մեկը հանենք, երկուսը չի լինի, երեքը չի լինի, 4-ը, 5-ը եւ այլ, ոչ մի թիվ չի լինի, եթե մեկը չլինի։ Այսինքն մեկը, ես հիմա այս բաներ եմ խոսում, դու ինքդ հայտնություն կստանաս, եթե Աստվածաշունչը գիտես։ Այսինքն մեկը ինքը սկիզբ է, ինչ որ մի բանի սկիզբ է։ Եվ այս աշխարհը մենք գիտենք, որ սկսեց Ադամից։ Ադամը եղավ այդ մեկը, դրա մասին էլ հենց ստեղ գրած է, որ
Ուրեմն ինչպես մեկի հանցանքով բոլոր մարդիկ դատապարտվեցին։ Բոլոր մարդիկ գնում են դատապարտության, որովհետև աշխարհը գնում է Ադամի հետևից։ Բոլորս ծնվում ենք Ադամի հետևից գնում ենք, չէ՞։ Նրանք ովքեր լրացնում են Ադամի թվային համակարգը, ապրում են մեղքի մեջ եւ գնում են դեպի մահ, որտեղ մեղքը ծնում է մահ։ Աստված հենց այն սկզբից Ադամին ասեց. «Չուտես այն պտուղը»։ Ադամը անհնազանդ եղավ։ Ինչով անհնազանդ եղավ։ Չլսեց Աստծուն, լսեց իր կնոջը։ Հենց գիտեք, Աստված չասեց, շատ բան իրան չասեց, ասեց, որ դու քո կնոջը լսեցիր։ Ես չեմ ասում, ու ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, որ Աստված եթե մի բան ասում է, մարդը պետք է Աստծուն լսի, որովհետև մարդը կարա խաբուսիկ լինի, մարդը կարա խաբնվի, մարդը կարա սուտ ասի, մարդը կարա չհասկանալով խաբնված լինի, բայց Աստված ճշմարիտ Աստված երբեք չի խաբնվում, Աստված միշտ ճիշտ է ասում, մենք պետք է Աստծուն վստահենք ամեն ինչ, ինքը ինչ որ մեզ ասում է, բայց Ադամը գտնվեց անհնազանդ եւ Աստծուն չվստահեց, վստահեց իր կնոջը, դրա պատճառով բոլորը, այսինքն բոլոր մարդիկ, որ ծնվում են, Ադամներ, Եվան ու Ադամը ասենք իրար հետ էին։ Հետո իրանց երեխեքը ծնվեցին, 1-ը, 2-ը, 3-ը, 4-ը, 500-ը, 1000-ը, 10000-ը, միլիոնը, եւ ամեն մեկը մտավ Ադամի թվային համակարգի մեջ, որը կոչվում է մեղք, որը որ Աստված ասեց կմահանաս։ Սատանան եկավ ասեց չես մահանա, Աստված ասելա կմահանաս, բայց Սատանան եկել է ֆրցնում, ասում է չէ, չես մահանա, դու ավելի շատ բան կհասկանաս, դու կլինես Աստծու պես, կհասկանաս չարն ու բարին, բայց մարդուն ինչին է պետք հասկանանք չարն ու բարին, հենց այստեղ սկսում է մեր խնդիրը, երբ որ մենք հասկանում ենք չարն ու բարին։ Գիտեք, մեկ-մեկ ինձ այնքան հաճելի է, որ ինչ որ մեկը իմ հանդեպ վատ բան անում, ես այդ պահը չեմ էլ հասկանում, չեմ հասկանում։ Հետո եմ հասկանում, բայց ասում եմ, Տեր, այնքան շնորհակալ եմ քեզ, որ հենց այդ բանը չհասկացա ես։ Այնքան լավ է, որ մենք չհասկանանք չարն ու բան, սիրելիներս, բայց ցավոք սրտի այդ մեղքի պտուղը մեր մեջ ապրում է։ Գիտեք, խնդիրը որն է։ Չար ու բարի հասկանալ, որ դու դատավոր ես դառնում։ Որ դու հասկանում ես չարն ու բարին ու սկսում ես դատ անել, բայց մարդը չի կարա դատ անի։ Մարդը չի կարա այն ճշմարիտ դատ անի, որը որ կարա մենակ Տերը անի։ Տերը իր գահին նստած է, ինքն է դատավոր։ Մարդը չի կարա ճիշտ դատ անի։ Դրա համար Աստված չէր տվել, այդ փայը մարդուն չէր հասել։ Աստված այնքան լավն է, այնքան սիրուն, այնքան կատարյալ է մարդուն ստեղծել, որ անգամ գրած էլ ասեց, ես իմ նման քեզ ստեղծեցի, ոնց ես եմ, տենց էլ քեզ ստեղծեցի, բայց այդ մի բանը մարդուն չտվեց Աստված դատելու, չարն ու բարին հասկանալու։ Խնդիրը սկսում է նրանից, այդ պտուղը մեր մեջ խոսում է, այդ ադամական մեղքն է, որ խոսում է։ Գիտեք, գրած է, քո լեզվի պատճառով մահն ու կյանքը քո լեզվի վրա է դրած։ Ինչ որ խոսած են է լինելու է։ Ինչքան անգամ ենք մենք խոսում վատ բաներ, բոլորս, ինչ որ մեկի վրա, ինչ որ մեկի հետևից, ինչ որ մեկի երեսին, ինչի, որովհետև դատը գնում է մեր մեջ, մենք դատավոր ենք դառել։ Այն հենց այդտեղ է խնդիրը։ Եթե մենք այդ բաները չխոսանք, օրինակ, լինենք կատարյալ, մահը չի կարա քո վրա գործի։ Բայց փաստը, որ բոլորս էլ Ադամից ենք ելու, այդ պտուղի, հա, այդ գենը, այդ սատանայական գենետիկան մեր մեջ սնվել է, ուզես թե չուզես։ Գիտես, Հիսուսը չի մեղադրում քեզ։ Հիսուսը չի մեղադրում։ Եթե մեկը սխալվել է, ոչ ոք ճիշտ չի կարող լինի։ Նայեք, Հիսուս Քրիստոսը ասում է. ես չեմ եկել աշխարհը դատելու, այլ փրկելու։ Դեք դատապարտությունը կամ մեղադրանքի հոգին Աստծուց չէ։ Բոլորս մի ճահիճի մեջից ենք, բոլորս այս խավար աշխարհում ենք, բայց դատապարտությունը ու մեղադրանքի հոգին Աստծուց չի։ Աստված քեզ չի եկել հիմա, ինքը այնքան լավ գիտե այդ ամեն ինչ, այդ մենք ենք մեր փոքր ուղեղով, ուզում ենք ինչ որ
արդարանանք Աստծու մոտ, իսկ մենք ասենք, չէ, էս էր մեղավոր, այն էր մեղավոր, ինչ որ մեղավորներ ենք փնտրում, որ ինքներս մեզ արդարացնենք, կամ այդ ընկնում sense լացում ենք տարիներով, լացում ենք, Տեր ողորմի, գիտեք, դա սխալ է, դա քրիստոնեություն չի, քրիստոնեությունը այդպես չի սովորացնում։ Տարիներով գնաց լացես Տեր ողորմի, ես մեղավոր մարդ եմ, որ գիտեք, դա քրիստոնեություն չի։ Դա գիտեք ում-բից է գալիս։ Սատանայի հոգուց։ Ես մի ժամանակ շատ էի այդպես բաներ խոսում։ Մենք սովոր էինք էլի այդպես եկեղեցում շատ էին sense դատապարտական խոսում, մենք այնքան ոտ էինք զգում, այնքան էինք լացում, այնքան էինք sense ներողություն խնդրում, էլ տեղ չէր մնում էր սպանեք բրծնենք, բայց դա Աստծո հոգուց չի, երեխեք ջան, ժողովուրդ ջան։ Գիտեք Հիսուսը գիտի, բոլորս էլ ընկած մարդիկ ենք։ Հիսուսը չեկավ մեղադրել, Հիսուս ասում է, ես չեկա դատելու այս աշխարհը։ Եթե պատկերացեք Հիսուսը դատի, անգամ մի բառ, եթե ինքը դատապարտական քեզ ասի, դու կմահանաս։ Դու չես դիմանա։ Գիտեք ով է մեզի դատում։ Դա սատանայի զենքն է, մեղքի զգացումը։ Երբ որ մենք մեղքի զգացում ունենք մեր մեջ, դա զենք է, ու այդ զենքը սատանան կիրառում է քո դեմ, որպեսզի հենց էդի քեզի տանի մահվան, որովհետև եթե մարդը մեղքի զգացմունքով է ապրում եւ ինքը գիտի եւ ինքը հավատում է, որ ինքը մեղքի մեջ է դեռ, դա մահանալու է տանելու իրան։ Մարդը կմահանա դրանից։ Բայց տեսեք Հիսուսը սատանայի զենքը խլել է իր ձեռից։ Սատանան իրավունք չունի քեզ ասի դու մեղավոր ես։ Գիտես չի, մենակ մի պատճառով, որ այդ մեղքը Հիսուսը վերցրեց իր խաչի վրա, որ քո մեղքը խաչի վրա գնաց։ Սատանան այդ իրավունքը չունի։ Այստեղ այս խաչի վրա Հիսուսը սատանայի զենքը խլեց։ Քո կյանքի վրից սատանայի զենքը քո վրա էր։ Քո վրա օգտագործում էր անընդհատ, բայց ստեղ այդ զենքը սատանայի ձեռից վերցվեց։ Ինքը էլ իրավունք չունի քեզ դատապարտի ու քեզի զգացմունք տա, որ դու մեղավոր մարդ ես։ Գիտեք, երբ որ ես նոր ապաշխարել էի, եկել էի, արդեն նոր եկեղեցի եմ գնում, հավատացել եմ, որ այնքան եմ հավատացել, խորը հավատացել եմ, որ ես փրկված եմ, Տերը ինձ փրկել է, բայց մի որոշ ժամանակ անցավ, սատանան սկսեց հիշացնել ինձ իմ անցյալ մեղքերը։ Ես սկսեցի վատանալ դրանից։ Վատ երազներ անգամ սկսեցի տեսնել։ Երազից մեջ ինչ որ տեսնում էի, ծխում եմ նորից, տո արտանում էի, ասում էի, փառք քեզ Տեր, որ դա երազ էր ընդամենը։ Սկսում էր սատանան իր հին ինչ որ կյանքի մեղքերը ցույց տա։ Դե ես վախենում էի, ասում էի, կարող է էլի հետ ընկնեմ։ Կարող է ես հələ լավ փրկված չեմ, կարող է ես հələ մեղավոր մարդ եմ։ Գիտեք, ես սովորեցի դրա դեմը կանգնեմ, չփախնեմ դրանից։ Ես ասեցի, այո, սատանա, դա ես եմ եղել։ Այդ մեղքը ես եմ գործել։ Այն ես հիշացնում։ Էդ էլ եմ ես արել, այն էլ եմ ես արել, ավելին ասեմ, ես էլ կարամ ավելի շատ բան հիշացնեմ, բայց այս ամեն ինչը գնացել է խաչի վրա։ Էլ իմը չի էդի։ Հիսուսի արունով ես արդեն մաքրվել եմ։ Ես նոր մարդ եմ դառել։ Ես նոր արարած եմ դառել Քրիստոսի մեջ։ Հիմա նայեք։ Հիսուսը նոր սկիզբ է դրել։ Նոր սկիզբ։ Ես էլ եմ ասում, որ Աստված մեզ չի դատապարտում, գրված է Հռոմեացին 8:31-ում գրված է. «Արդ ինչ ասենք այս բաների մասին, եթե Աստված մեր կողմից է, ով մեզ կհակառակվի»։ Եթե Աստված քո կողմից է, քո հետ է, ով է քեզ հակառակվելու։ Մենք պետք է այս բաները շատ խորը իմանանք ու շատ ուժեղ բռնվենք այդ բաներից, որպեսզի նրանց էլ ում որ մենք պետք է սովորացնենք դեր Քրիստոսին մոտիկանալու, որպեսզի ճիշտ մատուցենք ճշմարտությունը, ուսումը։ Գիտեք, Հիսուսը չի կանչում լինել եկեղեցու անդամ կամ միտքլիթ, հա, գերմաներեն ասած։ Հիսուսը կանչում է լինենք աշակերտ։ Մենք պետք է աշակերտ լինենք։ Աշակերտ նշանակում է ուսումը իմանանք, նրա հոգուց իմանանք, ճշմարտությունը իմանանք։ Եթե լինենք ընդամենը միտքլիթ, մենք շատ բաներ չենք հասկանա, կարող է շատ սխալ բաներ էլ խոսանք։ Մարդիկ մոլորվեն, անգամ մեր խոսալու պատճառով, անգամ մեր ուսուցանելու պատճառով, բայց մենք պետք է լինենք Հիսուս Քրիստոսի աշակերտ, ամեն մեկս, թե կին, թե տղամարդ։
Աստված Սատանան դատապարտում է, որպեսզի իր զենքը գործածի քո վրա։ Դա ես էլ եմ ասում։ Սատանայի զենքը մեղքի զգացմունքն է։ Եթե դու Քրիստոսի մեջ փրկված ես, եթե Քրիստոսը քո սկիզբն է, եթե Քրիստոսն է այն մեկը, որի հետևից դու գնում ես, զենքը սատանայի չի գործում։ Ես փրկված եմ, ես ազատ մարդ եմ։ Ես այդում եմ այն մեկի հետևից, որը հնազանդվեց այս աշխարհին, հնազանդվեց Աստծուն, հնազանդվեց ամեն ինչին եւ վերցրեց իմ մեղքի իր վրա։ Ես իրան եմ հետևում ու ես նոր սկիզբ ունեմ։ Ինչի համար? Որովհետեւ ինքը Հիսուսը ինքը գրած է ալֆան ու օմեգան, սկիզբն ու վերջն է Հիսուսը։ Աստված նոր սկիզբ սկսեց մարդկության համար։ Նայեք, նա դարձավ նոր թվային համակարգի սկիզբը, որ Ադամից առաջ էր։ Հիսուսը հələ որ այս աշխարհում էր, ասում էր, ես Աբրահամից առաջ էի, ուզում էին քարկոծեին իրան, արդեն գժվում էին այդ փարիսեցիները, բայց պատկերացնում եք, ասել, ես Ադամից էլ էի առաջ։ Ու իրականում տենց է։ Աստծուն պետք է նոր սկիզբ, նոր թվային համակարգ, որ հենց ինքը լինի սկիզբը։ Ադամը չի սկիզբը։ Հիսուսը Ադամից առաջ էր։ Դրա համար Հիսուսը եկավ ու դառավ այն մեկի հետ պատճառը դառավ մեր փրկության։ Ու մենք այդ մեկի թվային համակարգի մեջ ենք ներբեռնվում։ Հասկանում եք, մենք Հիսուսի թվային համակարգի մեջ ենք։ Ու այդ քանակը երբ որ կլրանա, հիշում եք, միտեղ գրած է, քանակը երբ որ կլրանա երկնքում, Աստված մի բան կասի։ Հայտնություն 21:6-ում գրած է. «Եվ ինձ ասաց. նախորդ խոսքում բանա խոսում, բայց մենք հիմնականում դրան չեմ գնում։ Ես եմ ալֆան եւ օմեգան, սկիզբն ու վերջը։ Ես եմ ծարավածին ձրի տալու կենաց ջրի աղբյուրից»։ Կենաց ջրի աղբյուրից։ Տեսեք, հիմա Հիսուսին հետևորդները, ով որ Հիսուսին հետևում է, նրանք պետքա պտուղ բերեն։ Հենց այնց ձեռքերներս թափ տալով չենք կարող Հիսուսի հետևից գնանք։ Հենց այնց չենք կարող, եթե Հիսուսը մեզի կանչել է, որ մենք լինենք իր թվային համակարգի մեջ, իր մեջ, սենց ասած, իր նոր սկզբի մեջ, ինչ որ Հիսուսը սկսել է, այն էլ ավարտի է հասցնելու։ Եթե մի գործ կա քո կյանքում, որ Հիսուսի մեջ է սկսվել, իմացի, որ Հիսուսը էդի կորտնի ու ավարտի կհասցնի։ Եթե մի գործ կա, որ քո կյանքում Հիսուսի մեջ չի սկսվել, այլ սկսվել է այս աշխարհում, նա էդի ավարտի չի հասցնելու։ Ինքը չի էլ խառնվելու այդ գործի մեջ։ Դու կարող տարիներով սենց այդ գործը սենց ասես, բախի չի լինում, Աստված ասի, գիտես, դա իմ գործը չի։ Ես մի հատ կարճ վկայություն անեմ, ես երբ որ եկա Գերմանիա 12 թվականին, հիմա շատ չեմ խոսա, բայց փաստը այն, որ եկա, հələ Հիսուսին չէի ճանաչում, մի քիչ գումար տվեցի մեկին, մի աղջկա գումար տվեցի եւ ֆիկտիվնի ԶԱԳՍ արեցի, որ մնամ ստե Գերմանիայում, ես դեռ մենակ էի։ Աստուն չէի ճանաչում, եմ մեղքերով ապրում էի։ Հետո 2 տարի հետո ես ընկա Աստծո խաչի դեմը։ 14 թվական ես ապաշխարեցի, եկա Տիրոջը, եկա ընդունեցի Տիրոջը։ Տեր ինձ շատ բարձրացրեց, շատ օրհնեց, նոր ընտանիք տվեց, կին տվեց, երեխաներ տվեց, եկեղեցի, ծառայություն, շատ օրհնվեցի, գիտեք, մի հրաշալի աղջիկ տեսա, որ Տիրոջից արդեն մարգարեություն էի ստացել, Տերը ասել էր քեզ աստղ եմ նվեր տալու, հետո եկավ ժամանակ, որ 2 ամիս հետո հանդիպեցի մի աղջկա, անունն էլ աստղ էր եկեղեցում, իր խոսքն էր, որ կատարվեց։ Դες գնացի Հայաստան, հարսանիք արեցինք, այդ աստղին բերեցի ստե, բայց իմ դեռ այն գործերը են, որ Տիրոջ մեջ չէր։ Մնացել է, ես էլ իմ հասկանալով ասում եմ, հեսա կգամ, մշտականս կստանամ, մնալու իրավունքը, այս ֆիկտիվնին կբաժանվեմ, հա, դա էդի ուղղակի ֆիկտիվն էր, ոչ մի ուրիշ բան։ Եվ կամուսնանամ իմ աստղի հետ, ինքն է կմնա ստեղ։ Էդի իմ
պատկերացումներն էր, որ տենց պետքա լիներ, բայց Տերը ամեն ինչով ինձ օրհնում էր, ամեն ինչով, անգամ հարսանիքից շատ մեծ ճոխ հարսանիքին կարել, երևի թե կարելի ասել փող չեմ ծախսել, մարդիկ են փող ծախսել։ Մեկը եկավ այս նվեր տվեց, մեկը տորթը, մեկը երաժիշտներ, մեկը բեմ, մեկը ռեստորանի սնունդ։ Ինձ ուղղակի ես զարմացա, թե Տերը ինչ հրաշքներ է անում, թե ֆինանսական, ամեն ձևի օրհնում է, բայց կար մի բան, որ Տերը չէր օրհնում։ Գնացի մտա Ausländer Behörde-ի մոտ, ասեց չեմ տալիս քեզի քո մշտականը։ Ասեցի, բայց դուք խոսք եք տվել։ Ասեց հետո ինչ, դա իմ որոշումն է։ Հիմա էլ ասում եմ գնա մի տարի հետո կամ 2 տարի հետո կգաս նոր կորոշեմ։ Չնայած ինքինս խոսք էր տվել։ Ես այդ պլանով էի աշխատում։ Դες դուրս եկա ես իր մոտից ու աղոթք էի անում, ասում էի Տեր, ախր այդքան օրհնեցի։ Այս աղջկան դու մարգարեությունով տվեցիր, որ քեզանից է, ամուսնացանք, բերեցի ստեղ, վիզայով բերեցի ստեղ։ Հեսա վիզան վերջանում է։ Ես սենց էի պլանավորել է։ Գիտեք, Սուրբ Հոգին խոսած ասեց. Քո դրած գործը մեղք է։ Ես քո գործը չեմ օրհնելու, ես չեմ սկսել էդի։ Էդի դու ես սկսել։ Խավարի մեջ ես սկսել էդի։ Իմ մեջ ես չեմ սկիզբը քո գործի։ Ու դրա մեջ չկա ճշմարտություն։ Գիտեք, եթե ինչ-որ մի բանի մեջ ճշմարտություն չկա, անգամ մի փոքր 1% խավար եթե լինի, սուտ լինի, ինչ-որ մի գործի մեջ, չսպասես Աստծուց օրհնություն։ Չի լինի։ Պետք է մենք լրիվ մաքուր լինենք, մաքուր հարթակ ունենանք, որտեղից Աստված կարա մեզ օրհնի։ Դեք ես համաձայնվեցի Տիրոջ հետ, Տերը ասեց գնա հրաժարվի այդ ամեն ինչից։ Ես գնացի բռնեցի, վերցրեցի advocat, ասեցի սենց, պատմեցի, advocate ասեցի ուզում եմ հրաժարվեմ այս գործից, բացում եմ ամեն ինչը, սենց բան եմ արել, բայց ուզում եմ հրաժարվեմ, ինձ բան պետք չի։ Advocate ասեց դու հիմար քայլ ես անում, որովհետև այդ պահին, որ դու հրաժարվես ու այդ գործը հիմա բացվի, քեզի կարան դատեն, ամենակիչը քեզի վերցնեն ու ուղարկեն քո երկիր, ամենակիչը, եթե ոչ դատ։ Ասում եմ ոչինչ, ես ուզում եմ, դա ինքը չի հասկանում advocate-ը, բայց ես հասկանում եմ, որ դա մեղք է, ես չեմ ուզում իմ կյանքի մեջ ինչ-որ մեղք մնա, եթե ես կարամ ուղղեմ իմ սխալը, դա սխալ է։ Ամեն սխալ կարանք ուղղենք մենք, դա դեռ ճակատագրական չի։ Քանի մենք այս աշխարհում ապրում ենք, մենք կարանք ուղղենք մեր սխալները, լինի մեծ թե փոքր դա։ Եթե Տիրոջ մեջ չի այդ գործը արված, մենք պետքա փոխենք այդ գործերը մեր։ Դեք advocate-ը համաձայնվեց, մենք այդ գործը վերցրեցինք, արեցինք։ Այդ սաղ հետ եղավ, ես վերցրեցի այդ դոկումենտները, գնացի Ausländer Behörde, էմիգրացիոն կենտրոն եւ ես ունեի այդ ժամանակ Aufenthaltstitel, հա, մնալու իրավունք 25 պարագրաֆով, հələ մեջը մի տարի ունեի ժամկետ։ Իրանք մի անգամից Ausländer Behörde-ն ասեց՝ «Լը պասպորտը դուրս տեղ»։ Վերցրեց ձեռքիցս, գնաց մի հատ կանաչ թուղթ տպեց, բերեց, ասեց՝ «Քեզ 3 ամիս ժամանակ եմ տալիս հեռանաս մեր երկրից»։ Ու մի քիչ sense կոպիտ ձևի, էլի, հեռանաս, փախնես, ռադա լինես մեր երկրից, այսպես։ Ու դրեց դեմս, ասեց վերցրու գնա։ Իսկ ես նստած եմ այդ սենյակում ու Տիրոջ հետ եմ խոսում։ Ասում եմ Տեր, ես չեմ հելնելու այս աթոռից, մինչև ինչ շորտնես։ Այս կինը ասում է դու ազատ ես գնա, որտեվ հերթ է, ուրիշներն է պետքա մոտս մտնեն։ Ես ասում եմ, ես էլ մեջս խոսում եմ Տիրոջ հետ։ Ասում եմ Տեր, ես այս աթոռից չեմ վերկանալու։ Ես գիտեմ, որ դու կարաս ամեն ինչ փոխես։ Ես գիտեմ, որ դու կարաս օրհնես, դու ես ստեղծի երկինքն ու երկրի։ Գիտեք, Տիրոջ վրա կյանքում չկասկածեք, որ ինքը ինչ-որ բան չի կարա անի։ Ասում եմ Տեր, չեմ գնալու։ Այս մինչև ինչ շորտնես, չեմ գնալու։ Այս կինը պետքա ինձ ուրիշ բան հիմա խոսա։ Ես մնալու եմ ստե նստած, մինչև դու ինձ շորտնես։ Գիտեք, պետքա մի քիչ համարձակ լինենք Տիրոջ հետ, հավատանք, որ ինքը կարա անի։ Եթե մի փոքր կասկածեի, կհելեի ասեի դե լավ, հիմա էսա հելնեմ, բայց չէ, ես հավատում եմ, որ իմ Աստված ամեն ինչ կարա անի։ Գիտեք, ես մոտավորապես 10 րոպե նստած մնացի այդտեղ ու չէի շարժվում, որտեվ ես Տիրոջը ասեցի, ես չեմ շարժվելու ստեղից, այս աթոռից չեմ հելնելու, մինչև դու ինձ շորտնես։ Մինչև ես քո կողմից քո օրհնությունը չնամ։ Դու ինձ ասեցիր հրաժարվի, հրաժարվել եմ։ Հիմա մաքուր եմ ես։ Այստեղից դու ինձ օրհնի։ Այստեղից դու ինձ սկիզբ եղի Տեր։ Գիտեք, 10 րոպե հետո այդ կինը ասեց. այդ կանաչ թուղթը ես չէի վերցրել սեղանին դրած է, այս հենց հետ վերցրեց,
գնաց կողքի սենյակ իմ паспорտը հետ բերեց դրեց ու մի փոխվել հիմա այս կին լրիվ ուրիշ մարդ է դարել լրիվ ուրիշ մարդ բայց այդ 10 րոպեն ինքին վրա գոռում ջղայնանում ինքը գոռում վրես ասում գնա ես իրան չէի լսում ես Աստծո հետ էի խոսում այդ պահին գիտեք դարավ այնքան բարեհամբույր այնքան նետ գերմաներեն տենց ասած հա բերեց паспортս հետ տվեց ասեց գնա ասեց ժամկետը որ լրանա կգաս մենք քեզ քաղաքացիություն կտանք Ես վկայում եմ, ես կարամ ցույց տամ գերմանական паспортից։ Ժամկետը լրացա, ես եկա էլի իր մոտ, ինքը վերցրեց տվյալները ու ստացա ես ու իմ ընտանիքը մենք ստացանք գերմանական паспорт։ Այսինքն գերմանական քաղաքացիություն ստացանք։ Դա տիրոջ գործն է։ Տեսեք ամենամեծ, ամենասարսափելի կլինի, մեծ կլինի, փոքր կլինի սխալները մենք կարանք ուղենք։ Հույս ունենալով Տիրոջ վրա, հույս ունենալով նրա վրա, որ ինքը պետքա լինի մեր ամեն ինչի սկիզբը։ Եթե մեր սկիզբը քուրեր եղբայրն, եթե մեր սկիզբը եղել է խավարում, ինչ որ մի գործ է եղել, ինչ որ մի սխալ է եղել, մենք բոլորս է սխալվել ենք, մենք բոլորս է սխալ բաներ ենք արել։ Եթե եղել է անդե հրաժարվեք դրանից։ Ոնչնչացրեք, վառեք, վերջացրեք այդ գործը, մի շարունակեք, կանգնացրեք այդ գործը, մոռացեք այդ գործի մասին։ Տիրոջ մեջ ամեն ինչը պետք է լինի։ Անկամ ամուսնությունները, անկամ մարդ ու կին, որ պետքա իրար միանան, երկու զույգեր եւ այլ եւ ամեն ինչը պետքա լինի Տիրոջ մեջ։ Եթե Տիրոջ մեջ է դա օրհնություն է ունենալու։ Եթե Աստծո մեջ չի, աշխարհի մեջ է, շատերը այսօր եկեղեցում աղջիկներ թե տղաներ ասում են, դե լավ իմ դուրը եկել է, ես կհամոզեմ կգա եկեղեցի։ Ոչ, դա Տիրոջ մեջ չես անում, դու մի սպասի օրհնություն։ Գիտեք, ով տենց է ասում, բոլորն էլ գնում են աշխարհ։ Որտեւ Աստծո օրհնությունը չկա այդ բանի վրա։ Ամեն ինչ Աստված, այն ինչ որ ինքն է սկսել, ինքն էլ ավարտին կհասցնի։ Այն ինչ որ ինքը չի սկսել, ինքը չի ավարտին հասցնել, որտեւ խավարի մեջ է սկսվել։ Ճակատագրական ճիշտ քայլ նայեք, մինչև մահանալը մարդը հնարավորություն ունի շտկել իր սարսափելի սխալները, դրա դառնալով Հիսուս Քրիստոսին։ Ճակատագրական սխալը մարդը կհասկանա, գիտեք, եւ մեռնելուց հետո։ Մինչև մեռնելը ոչ մեկ չի կարա ասի, ես ճակատագրական սխալ եմ արել, որովհետեւ մինչև մահը, ինչքանի մարդ այս աշխարհում ապրում է, չկա ճակատագրական սխալ։ Ճակատագրական սխալը մարդը հասկանում է այն պահին, երբ որ գնում է դժոխք։ Երբ որ մեռնում է ու գնում է դժոխք։ Որովհետև ընդեղից, գիտեք, Աստծո խոսքը ասում է, ընդեղից էլ ելք չկա։ Ոչ կարաս այսուց գնաս ընդեղ, ոչ էլ ընդուց գաս տե։ Հիսուսը էդի պարզ բոլորիս ասեց։ Էդի տենց է։ Այսօր շատ հավատքներ կան, հա ուղղափառ եկեղեցի եւ այլ, չգիտեմ, միգուցե մյուսներն հավատում են, որ մարդը մահացավ, կարանք աղոթենք այդ մարդը մեր աղոթքների հիման վրա գնա երկինք դժոխքից։ Բայելքի Հիսուսը խաչվավ, եթե պետք է աղոթենք այդ մեռածը դժոխքից գնա երկինք։ Հենա սաղի համար կաղոթենք կգնա, ելքի գնաց Հիսուսը խաչվեց։ Դեք դա սուտ է։ Դա սուտ է։ Դա այդ պահին, երբ որ մարդը թողնում է իր մարմինը եւ հայտնում է հոգեվոր աշխարհում, դժոխքում կամ դրախտում կամ դատաստանում, ես չգիտեմ ոնց է ամեն մեկի դատը Տերը գիտի։ Դա արդեն լինում է ճակատագրական ճիշտ քայլ կամ ճակատագրական սխալ քայլ։ Ճիշտ քայլը ճակատագրական, դու կարաս ստեղ անես ապրելով այս աշխարհում, բայց սխալ քայլը դու կհասկանաս, երբ որ հայտնվես այն աշխարհում, որովհետև ընդեղից էլ չես կարա փոխես։ Դու կհասկանաս, որ քո ճակատին դաջվեց արդեն։ Հետո միտեղ էլ է գիրքը ասում է այն մարդիկ, ովքեր գազանի թիվը կվերցնեն, չնայած դրանից այսօր չեմ խոսալու, բայց մի օր կխոսամ հետաքրքիր թեմա է։ Ասում է այն մարդիկ 14-րդ գլխում հայտնության, այն մարդիկ, ովքեր գազանի թիվը կվերցնեն, նրանք էլ փրկություն չեն, դա էլ է լինելու ճակատագրական սխալ։ Այսինքն իրանք ճակատները թույլ են տալու, որ այդ սխալը դաջվի իրանք ճակատների։ Դա էլ հետ վերցնել չի լինելու։ Բայց ճակատագրական ճիշտ քայլը մարդը կարող է կատարել այս աշխարհում մինչև մեռնելը։ Ճակատագրական ճիշտ քայլը էտերն է, երբ որ դու Հիսուսին ասում ես այո։ Երբ որ դու Հիսուսին ասում ես շնորհակալություն Տեր, շնորհակալություն, որ դու եկար, շնորհակալություն, որ դու փրկեցի,
որ դու տվեցիր ինձ կյանք, շնորհակալություն, որ դու խաչվեցիր իմ համար, արուն թափեցիր, շնորհակալություն Արյանդ համար, որ մաքրվեցի քո արունով։ Ես քեզ եմ հետևում։ Գիտեք, դա ճշմարտություն է։ Սա ծիսակարգ չի ինչ որ, սա մոմ վառել չի, սրբապատկեր պաչել չպաչել չի։ Սա ճշմարտություն է, այս ճշմարտության հետ պետք է հաշվի նստենք ամբողջ ազգով։ Տեսեք ինչ է գրված, երբ Հիսուսին հանեցին խաչը։ Հովհաննես 12-րդ գլուխ 31-32-րդ խոսքերը։ Հիմա է այս աշխարհի դատաստանը։ Հիմա այս աշխարհի իշխանը դուրս է նետվելու, եւ երբ ես բարձրանամ երկրից, բոլորին ինձ մոտ եմ ձգելու։ Ըհը, Հիսուսը ստեղ մի հատ անես լավ բան է ասում, ժողովուրդ ջան։ Անես լավ բան է ասում։ Ասում է հիմա է այս աշխարհի դատաստանը։ Այս աշխարհի դատաստանը, գիտեք աշխարհի դատաստանը որտեղ է սկսվում։ Ես անցած անգամ ասեցի, այստեղից է սկսվում։ Հիսուսը ասաց, երբ որ ինձի վեր բարձրացնեն այս երկրից, ինքը սրա հետ էր այս խաչի վրա։ Երբ որ իրանց հետ բարձրացրեցին խաչի վրա, ինքը էս ի նկատի ուներ։ Երբ որ ինձ վեր կբարձրացնեն, ո՞նց է գրած։ Եվ երբ ես բարձրանամ երկրից, բոլորին ինձ մոտ եմ ձգելու։ Բոլորին իմ մոտ եմ ձգելու։ Այսօր ամբողջ աշխարհը Հիսուսից է խոսում։ Սխալ է ինքը, ճիշտ է ինքը, մուսուլմանները, ինդուիստները, հրեաները, հայերը, քրիստոնյաները, տարբեր հարևանությունները, տարբեր ձև են Հիսուսին մեկնաբանում։ Գիտեք, մեկը ասում է մարգարեր, մեկը ասում է Աստծո որդի էր, մեկը ասում էր մարդ էր, մեկը ասում է չէ մարդ չէր, Աստված էր, չէ Աստված չէր, մարդ էր։ Տարբեր բաներ են խոսում։ Մեկը ասում է ինձ պետք է Հիսուսը, մեկը ասում է ինձ պետք չի, հա ինքը իր համար գնաց խաչվեց, ինձ ինչ։ Տարբեր բաներ են խոսում։ Այստեղ հավաքվեցին բոլոր, նայեք, երբ որ Հիսուսին բարձրացրեցին, գրած է, որ հավաքվեցին բոլոր հրեաները, հեթանոսները, առաջնորդները, զինվորները, ժողովուրդը, հեսա կկարդանք այդտեղ, նրա հետ խաչվածները եւ ամենքը պետք է իր դիրքորոշումը հայտներ։ Հիսուսի նայելով դա փաստ է, սա պատմական փաստ է, ոչ մեկ աշխարհում չի կարող ասել դա չի եղել, սա պատմական փաստ է։ Եվ ամեն մի մարդ ապրելով այս աշխարհում պետք է ինքը իր մեջ մտածի, հասկանա իր դիրքորոշումը հայտնի, ով էր Հիսուսը իր համար, ով էր այս մարդը, ով էր ինքը։ Գիտեք, այն դիրքորոշումից է կախված մարդու կյանքը թե մահը։ Այդ քո դիրքորոշումից է կախված, թե դու ո՞նց ես Հիսուսին ընդունում։ Դες Հիսուսին եկեղեցին մի հիմք ունի, որ շինվում է։ Դա այն է, որ Հիսուսը կենդանի Աստծո որդին է։ Հիսուսը կենդանի Աստծո որդին է, ամեն։ Այս խաչվածը կենդանի Աստծո որդին է, իմ ու քո համար։ Ու էսի իմ մեղքն է, ինքը մեղավոր չէր, ոչ մի բան չէր արել, ինքը մեղավոր չէր։ Գիտեք, ով ժողովուրդը կանգնած ամեն մեկը տարբեր բաներ էին խոսում։ Եկեք կարդանք Ղուկաս ավետարան 23-րդ գլուխ 35 խոսքից կկարդամ։ Ղուկաս 23:35 խոսքից կկարդամ։ Նայեք, իս ժողովուրդը կանգնած նայում էր։ Իշխանավորներն էլ ծաղրում էին ու ասում. ուրիշներին փրկեց, թող իրեն էլ փրկի, եթե դա է Քրիստոսը։ 23 Ղուկաս 23:35 խոսքից եմ կարդում։ Եվ Քրիստոսը, եթե դա է Քրիստոսը, Աստծո ընտրյալը, զինվորներն են ծաղրում, մոտ գալով նրան քացախ էին տալիս ու ասում. եթե հրեաների թագավոր դու ես, ինքդ քեզ փրկիր։ Նայեք, ժողովուրդը գրած է, ժողովուրդը կանգնած նայում էր։ Այս կշարունակեմ այս խոսքը։ Ժողովուրդը կանգնած նայում էր։ Գիտեք, ժողովուրդը ոնց որ sense ամբողջ լինի, էլի։
Ոնց որ այսօր sense հելնում են դեմոնստրացիա է, չէ, Հայաստանում։ Ով ինչ ասի, մեկ եկավ, sense բոլորը գնացին մեկի հետ։ Ստո մյուսն է հելնում, բոլորը գնում են մյուսի հետ։ Գիտեք, ժողովուրդը տենց է, ինձ ամբողջի պես, էլի մեկը sense մի բան ասում են, բայց ինչ լավ է, ասում ես գնացին։ Այսօր բանում էլ ինտերնետ հարթակներում էլ, չէ, մեկը մի բան գրում է, կամ մի բան սկսում է խոսալ, օ, ես ինչ լավ է, մեր աչքերը բացեցին ու մեկ էլ հավաքվում են, գնում են իր հետևից։ Գիտեք, Աստված մեզի հանել է այդ ամբողջի մեջից, որովհետև այդ ամբողջը Ադամի հետևորդներն են։ Այդ ամբողջը Ադամի մեջի թվային համակարգը լրացնողներն են, բայց մենք այդ համակարգից դուրս ենք եկել։ Մենք հետևում ենք մեկին մենակ, Հիսուսին։ Հիսուսի հետևից ենք գնում։ Մենք էլ չենք ժողովրդի պես քշվում, մեկը այս բանը ասես գնանք ստե, մեկը այն բանը ասին գնանք։ Գիտեք, երբ որ դու Հիսուսին հանդիպել ես կամ կհանդիպես քո սրտի մեջ, դու կհասկանաս այն մեկը ով է, որի հետևից որ պետք է գնաս։ Քեզ էլ պետք չի, գիտեք, ասում է, օծությունը արդեն քեզ սովորացնում է, պետք չի, որ ինչ որ մեկը քեզ բաներ սովորացնի Հիսուսով է։ Հենց այն օծությունը, որ մենք ստացել ենք մեր սրտի մեջ, հենց այդ օծությունը խոսում է, թե Հիսուսով է մեր համար։ Շատերը Հիսուսին ծաղրում էին, ասում, մենք էլ ենք ծաղրվում։ Մենք էլ ենք ծաղրվում։ Շատերը զինվորները գրած է Հիսուսին ծաղրում էին։ Դեք մենք էլ ենք ծաղրվում այսօր Հիսուսի պատճառով։ Կլին տան մեջ, անգամ գրած է Աստված ասում է թշնամիները տնից կլինեն։ Հենց տան մեջից կսկսեն քեզ ծաղրել։ Ահա հիմար հավատացյալ։ Այդ նույն բաները կատարվում է, գիտեք, այդ նույն բաները այստեղից սկսել է Գոլգոթայի խաչից սկսել ու մինչև հիմա կատարվում է, տարբեր դիրքորոշումներ կան, մարդիկ տարբեր ձև են ընդունում։ Մեկը ծաղրում է, մեկը հայհոյում է, մեկը ասում է դու սուտ ես, մեկը ասում է դե եթե Աստված ես հիմա քեզ իջացրու։ Մեկը ասում է օքեյ ես մեղավոր եմ, բայց իջացրու ինձ ես խաչի վրից։ Դե տարբեր դիրքորոշումներ կան։ Ու այսօր էդի շարունակվում է։ Մեզի պետքա Սուրբ Հոգու զորությունը ինչի համար։ Մեզ քրիստոնյաներին, գիտեք ինչի է պետք։ Ոչ թե որ բարձր լեզուներով աղոթենք, այլ որ կարողանանք դիմադրել այս աշխարհի ծաղրանքին, այս աշխարհը, որ մեզ հակառակում է, այս հակառակությանը, որ միտեղ ինչ որ մեկը ծաղրի Հիսուսին, մենք չկանգնենք կողքի, սենց մտամ չենք լսում կամ մի հատ է ֆրանկ մենք է ժպտանք, չէ, որ մենք կարողանանք ասենք, ես ինչ ես ասում։ Էդ ում ես ասում։ Քրիստոսի իմ Տերն է, իմ Աստվածն է։ Մենք պետք է կարողանանք դիմադրել, հակառակվել սատանային, հնազանդվել Աստծուն եւ հակառակվել սատանային։ Եկեք մի քիչ կարդանք։ Նրա վերևում մի գիր կար, հունարեն, լատիներեն ու եբրայերեն տառերով, այս է հրյաների թագավորը եւ կախված այն չարագործներից մեկը նրան հայտարարում էր ու ասում, չէ կներեք, նրան հայհոյում էր ու ասում, այդ այն հայհոյանքներն է, որ հայհոյում են, ու ասում, դու չես Քրիստոսը, փրկիր ինքդ քեզ եւ մեզ, իսկ մյուսը պատասխանեց նրան, հանդիմանելով ու ասեց. Աստծուց չես վախենում, դու որ նույն պատիժն ես կրում, մեզ համար արդարացի է, քանզի արժանի հատուցում ենք ստանում մեր կատարված գործերի համար, իսկ սա ոչ մի բան չի արել, եւ Հիսուսին ասեց այն մյուսը. Տեր, հիշիր ինձ, երբ քո թագավորություն գաս, եւ Հիսուսը նրան ասեց. ճշմարիտ եմ ասում քեզ, դու այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Ահա, փրկությունը անցնել Հիսուսի կողմը, լինել Հիսուսի հետևորդը, լինել Հիսուսի թվային համակարգի մեջ դժվար չի։ Հեչ էլ դժվար չի, ընդհանրապես դժվար չի։ Ինչ է պետք անել։ Տեսեք, Հիսուսը չդատապարտեց իրան, չասեց դու ինչ ավազակ ես, դու գնացել ես մարդ եք սպանել, այդ Բարաբայի
գործող երկուսն էին, էլի, Բարաբանը երրորդն էր, ինքը պետք է Հիսուսի տեղը լիներ, բայց Հիսուսին խաչեցին։ Իրանք խմբակային ավազակություն էին արել մարդը սպանել։ Հիսուսը բայց նրան բան չարեց, չասեց, «Խի Բարաբային իմ տեղը չխացեցի», կամ չասեց, «Դու ավազակ», ոչ մի բան չասեց, գիտես ինչ ասեց։ Ասեց, «Ճշմարիտ ասում եմ քեզ, դու այսօր հետս դրախտում ես նայում»։ Այդքան բան, մարդուն ինչա պետք որ գա փրկությանը։ Գիտեք, այսօր կրոնը միգուցե ինքը մի քիչ բարթացնում, ասեն, ճանապարհը մի քիչ շեղում է, օ, դու գիտես, դու ես պետք է անես։ Մարդը մոտիկանում ասում է, գիտես, ուզում եմ մկրտվեմ ջրով, ասում է, դա լուրջ բան է։ Դա լուրջ բան է, ուզում ես ջրով մկրտվես, օ, դու պետք է հələ մի գիտություն անցնես, սովորես, քնություն տաս, մենք տենանք դու հասկանում ես, չես հասկանում, այդ ինչա, նոր քեզ ջրով մկրտենք։ Կամ դու համոզված ես, որ դու փրկված ես, այ մեղավոր։ Գիտեք, դա կրոնն է տենց խոսում։ Ու երբ որ եկեղեցին տենց խոսում է, իրանք ուղղակի իրանք օգնում են սատանայի գործին։ Սատանան խաբել է, մենք էլ շատ ժամանակ եկեղեցիներում այդպես բան են խոսում, հա, որ օգնում են սատանային, բայց մենք չպետք է սատանայի հոգուն օգնենք։ Մենք պետք է Հիսուսի հոգուն, Հիսուսի Սուրբ հոգուն օգնենք մարդուն փրկությամբ, որտեղ ես էլ եմ ասում, Աստված չի դատում։ Անկամ տեսեք, իմ կյանքում ես մի հատված պատմեցի, որ կար սխալ բան, դա մեղք կա, այո, դա մեղք կա։ Բայց Աստված ինձ օրհնում էր, Աստված ինձ ստանում էր, Աստված շատ օրհնություններ բացեց իմ կյանքում, բայց այդ տեղը եկավ հասավ իմ կյանքում, այդ տեղը ինքը նոր ասեց, գիտես, տղա ջան, այստեղ պետքա մի բան փոխես։ Ինքը կոտրող Աստված չի, ինքը չի եկել կոտրի մեզի ու հիշացնի, հիշում ես այն սխալը, այն, եթե Աստված սկսի այդ ամեն ինչը հիշանել, չի ինքը չգիտի, գիտի, բայց ժամանակ կա, որ դու կգաս կհասնես, կհասկանաս էդի, որ ինքը քեզ կբացատրի։ Աստված սիրող հայր է, ու ինքը ոչ թե մեղադրում է, այո, գրած է Աստված, երբ որ սիրում է, մարդուն խփում է, բայց էդի մեղադրական ծես չի։ Էդի ոնց կներեք հայրենս չի հերիքում։ Հայրական, լավ, դաստիարակչական, ամեն, դաստիարակչական խրատ։ Աստված, Աստծո հոգին, Սուրբ հոգին, ինքը խրատում է մեզի, խրատում է, ու մենք հասկանում ենք, մենք անգամ, երբ որ այդպես խրատվում ենք, մենք անգամ այդ սերն էլ ենք Աստծո զգում։ Բայց երբ որ գալիս է դատապարտական հոգի, դու արժան չես, Աստված քեզ արդեն մոռացել է, դու այս մեղքը հիշում ես, այս արեցի, ոնց կարաս Աստծո երեսին նայես, ոնց կարաս աղոթես, ոնց կարաս եկեղեցի գնաս, դա Աստծուց չէ, ջան։ Դա սատանայի հոգին է, որը մեղադրում։ Աստծո հոգի, Հիսուս ասեց, ես չեկա դատապարտելու, այլ փրկելու աշխարհը։ Եվ նա եկել է փրկի։ Եվ նա եկել է մեր սխալները այսպես կամած մեր դեմը այսպես բերելու է ու ասի, խրատելու է, ասի, սրանից հրաժարվի։ Էսի ապաշխարի։ Գիտեք, Աստվածաշնչում 5 տական գրած է, մի օրում չեմ քեզ ազատելու քո թշնամիներից։ Մի ամսում էլ չեմ ազատելու, մի տարում էլ չեմ ազատելու։ Ընթացքում մենք ապրում ենք եւ ազատվում ենք։ Թշնամիները ովքեր են, այդ սխալ բաները, այդ մեղքերը, որ մենք արել ենք, դեռ մեր կյանքի հետևից հələ կա։ Մենք փրկված ենք։ Մենք փրկված ենք, բայց բաներ կա մեր հետևից, որ մենք պետք է Քրիստոսի մեջ ապրենք ու մաքրվենք, ու սրբվենք, ու պտուղ բերենք։ Քրիստոս ասում է, դուք ինձ չորոնեցիք, դուք ինձ չգտաք։ Ես ձեզ գտա։ Ես եմ ձեզ գտել։ Գիտեք Քրիստոսը երբ է գտնում մարդուն, երբ որ մարդը դժվարությունների մեջ է ու հասկանում է, որ ինքը չի կարող ոչ մի բան անել։ Երբ որ ինքը արդեն գիտի, որ իր ուժերից վեր է ամեն ինչը։ Երբ որ ինքը սկսում է հավատալ, որ ես պատահականություն չեմ այս աշխարհում ու ես մեծ պայթունից չեմ ստեղծվել այս աշխարհում, այլ ինձ ստեղծող կա։ Եվ որ մարդը սկսում է ինքը իր մեջ ճշմարտություն խոսա, Աստված գտնում է այդ մարդուն։ Գտնում է այդ մարդուն։ Ու ասում է, ես քեզ դրեցի, որ իմ հետևից գաս ու պտուղ բերես։ Տեսեք, այն խոսքը կարդացինք, որ Աստված ծարավին կենաց ջուր է տալիս։ Ծարավին, կենաց ջուրը ինչի համար է, գիտեք, որ պտուղ բերենք։ Կենաց ջուրը նրա համար է, որ պտուղ բերենք։ Հիշում եք այն Եդեմում կար մի ծառ, բացի այն չարի ու բարու ծառից մի հատ է ծառ կար Եդեմում, հիշում եք որ ծառն էր։ Կենաց ծառն էր, կյանքի ծառն էր, որ այդ ծառից ուտում էին Ադամն ու Եվան, իրանք ապրում էին, չէին մահանում։
կյանք էր տալ, այսինքն այդ ծառի պտուղը կյանք էր տալ։ Գիտեք, Աստված ամեն մեկից ուզում է ծառ տեսնի, որ ամեն մեկս լինենք այդ կենաց ծառը, բայց այդ կենաց ծառը լինելու համար մենք պետք է Աստծու կենաց ջրով ջրվի։ Մեր արմատները պետք է ջրվի այդ ջրով, ու մենք Քրիստոսի հետևից գնա ունենանք այդ պտուղները, որտեղ քո ամեն պտուղը, քո այն բարի Աստծու պտուղը, որ դու կբերես, բարի ծառ լինելով, դու կկերակրես մարդկանց։ Դու կկերակրես քո ընտանիքի անդամներին, քո հարևաններին, այդտեղ սկսում է, ընտանիքից, հարևաններից, գործի տեղից եւ այլ, այդտեղ դու կարաս կերակրես մարդկանց այն բարի պտուղով, ինչ որ Աստված քո մեջ դրել է։ Վերջի տեղն ենք կարդում ու աղոթ կանենք։ Փրկությունը հեշտ է, հավատա Հիսուս Քրիստոսին սրտիդ մեջ եւ քո շուրթերով դավանի, որ նա Աստծո որդին է, նա կենթանի Աստված է։ Հռոմեացի զինվորը տեսավ, ասեց, սա է։ Այդ պահին, երբ որ եղավ, մութ եղավ, ինքը մահացավ, ասեց, կատարվեցավ։ Երբ որ մահացավ Հիսուսը, գիտեք, երկրաշարժ եղավ, խավար եղավ աշխարհում մեկ։ Հռոմեացի զինվորը, այդ զինվորներից մեկն էր ինքն էլ էր ծաղրում Հիսուսին, ինքն էլ էր ծեծում Հիսուսին, ինքն էլ էր մեղում Հիսուսի ձեռքերի մեջ, բայց եկավ այդ պահը, երբ որ ինքը իր դիրքորոշումը հայտնեց, ասեց, սա Աստծու որդին էր, հասկանում եք, մինչև չհասկանանք, որ Հիսուսը Աստծու որդին է, մենք չենք կարա ճիշտ դիրքորոշում հայտնենք, Հիսուսը Աստծու որդին է, ես գիտեք ոնց ապաշխարեցի, երբ որ հասկացա, որ Հիսուսը իրականում բառից բուն իմաստով Աստծու որդին է ու միակն է, իսկ մենք էլ ընդունելով իրան, մենք էլ դառնում ենք երկրորդ որդին, երրորդը, չորրորդը, տեսեք Հիսուսի թվային համակարգի մեջ մտավ Պողոսը, Պետրոսը, Հակոբոսը եւ այլ, հետո էլ ավազակը, որ ասեց հետս դրախտում, արդեն մտավ, որդի գրանցվեցին իրանք բոլորս էլ եղանք Աստծու զավակներ, Աստծու դուստրեր ու Աստծու որդիներ։ Եվ վերջի տեղն եմ կարդում, հետո կաղոթենք մենք։ Հովհաննես 1:12-13 Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան եւ հավատացին նրան, անվանը իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ոչ էլ մարմնից ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց։ Այսինքն մենք նրանից ծնվեցինք։ Առանց ծնվելու մենք չենք կարող Հիսուսի հետևորդը լինենք։ Այդ պահին, որ դու հավատում ես, այդ հավատքը, որ գալիս է, պետք չի ինչ-որ ծիսակարգեր անել ծնվելու համար։ Պետք է հավատալ Հիսուսին, պետք է հավատալ Հիսուսի ասած խոսքին։ Երբ որ այդ պահին դու հավատում ես, քո հավատքը հասնում է քո սրտի մեջ, տեղա գրավում այդ հավատքը, որ Հիսուսը Աստծո որդին է ու քո համար մահացել է, դες դու ծնվում ես։ Նրա հոգուց դու ծնվում ես, դառնում ես նոր ստեղծագործություն, նոր մարդ, նոր ստեղծված, նոր բնության մեջ։ Հիսուսն էլ մեր ադամական, եդեմական պարտեզն է, նրա մեջ ենք, մեր թագավորությունն է արքայության։ Երկնային արքայությունն ասեց, մոտեցել է, ասեց, ստեղ է, ապաշխարեցեք, եկեք, ստեղ է մաս Հիսուսը ասում է։ Ծնվելով նրա մեջ մենք դառնում ենք նոր երկրի քաղաքացի։ Հիսուս Քրիստոսի հետևորդ։ Թագավորության, երկնային թագավորության անդամ, հավիտենական կյանք ունեցող, տուն ունեցող, գիտեք Աստված ինչ է ասում։ Ասում է երկնքում շատ տներ կա, ասում է այնտեղ կյանք կա, այնտեղ ապրում են, դե հրեշտակներ կա, այնտեղ կյանք կա, ասում է այնտեղ ապրում են։ Ասում է ես էլ գնում եմ ձեր համար տեղ պատրաստեմ, որ գամ ձեզ էլ տանեմ։ Գիտեք, ես կվերջացնեմ այս խոսքը ու մենք աղոթ կանենք։ Դե մոմ կվառենք, մոմ կփչենք, ինչ ուզում ես արա։ Աստծու աղը պետք է լինենք այս աշխարհում ու լույսը։ Մենք ենք այս աշխարհի աղը։ Առանց աղի, գիտեք ինչ է, աղը ինչի համար է պետք, որ չփտի։ Եթե աղը վերցվի, կփտի այս աշխարհը։ Ու մի օր տես լինելու է։ Գիտեք, երբ այս աշխարհի վերջը գալու, երբ որ իր եկեղեցին Հիսուսը վերցնի այս աշխարհից, էլ ոչ մի համ հոտ չի մնալու։
աղնա որ պահում է որ չփտի այս աշխարհը, երբ որ վերցվեց, եղի այն ցուցակի մեջ գրված, թող քո անունը երկնային գրքի մեջ, Հիսուսի գրքի մեջ գրված լինի, որ Հիսուսը գա վերցնելու, ինքը գիտես ում է վերցնելու, ովքեր գրված են, ովքեր գրված են, դու պետք է գրված լինես Հիսուսի գրքի մեջ։ Գիտեք, մոմավառության համար դա մեղք չի, եթե հիմա գնանք մոմ վառենք, մեղք չի, եթե չվառենք էլ մեղք չի։ Կարանք վառենք, կարանք չվառենք, ինչ ասեմ, այն ժամանակները մոմ են վառել, ինքը շատը հա, եկեղեցին դե չի եղել, հոսանք չի եղել այն ժամանակ։ Եկեղեցիներն էլ դե սարքել են մի քիչ փակ պատուհաններով, ինչի համար, որտեղ պատերազմներ են եղել, նկատել եք եկեղեցու պատուհանները ասենք նեղ են եղել, դրա համար որ զենքը հանեն կրակեն մարդկանց չկպնի, էլի պաշտպանողական բան, դրա համար եկեղեցիների շենքերում եղել է խավար է եղել շատ։ Դրա համար մոմ են վառել, որ մեջը լույս լինի։ Դա ուղղակի տրադիցիա է, հա, ասես կարելի ասել, տրադիցիա կամ սովորույթ է դարել, բայց ինչ որ հավատքի հետ ընդհանրապես կապ չունի։ Հավատքի հետ կապ չունի, մոմ վառենք թե չվառենք, ժողովուրդ ջան։ Մեր մոմը վառել է Քրիստոսը մեր սրտի մեջ։ Մոմը մենք ենք, որ Քրիստոսը իր կրակը մեր մեջ վառել է, իր յուղն էլ լցրել է մեր սրտերի մեջ, որ մենք վառվենք իր համար։ Ամեն։ Ու չհանգչենք։ Իսկ գիտեք, այդ կրակը պետք է ոնց միշտ լինի, որ այդ յուղը միշտ ունենա սրտիդ մեջ, կրակը չի հանգի։ Իսկ ոնց յուղը ունենանք։ Միշտ Քրիստոսի հետ հաղորդակցություն ունեցի, ապրի իրանով։ Պողոս ասում է, ես մեռա այս աշխարհի համար, խաչվա այս աշխարհն է իմ համար խաչվի։ Եթե ապրում եմ Քրիստոսի համար։ Քրիստոսի փառքի համար եմ ապրում, որովհետև նա է մեր կյանքը։ Ամեն։ Եկեք բարձրանանք աղոթքի։